Միանշանակ դա արված է Սերժ Սարգսյանի հրահանգով, այլ բան հնարավոր չէ կարծել։ Քաղաքական հրահանգ թե իրավական գործընթաց։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալության մասին ազգային ժողովում ճեպազրույցի օրեր։ Մեղադրանք առաջադրվեց նաև հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին։ Փաստաբանների պնդմամբ հիմնադիր խորհրդարանի անդամներին առաջադրված մեղադրանքը հիմնականում ընդհանրական բնույթ ունի, որից կարելի է եզրակացնել, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդումներ։ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զինծառայող է մահացել։ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Հարամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունը, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով իրավական գործընթացը, ինչպես պնդում է ՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանի քաղաքական հրահանգն է։ Այսօր ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանելով Գալայի այս հարցին նշեց. Իշխանությունների կատարած քայլը ամբողջացրեց այն թեման, որ ապրիլի 24-ին մենք ցեղասպանության հետ զուգահեռ նաև ունենք Հայաստանում այլ թեմա, դա իշխանափոխության հարցն է։ Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումով, որ հիմնադիր խորհրդարանի անդամները պատրաստվում էին հակօրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, դա բավարար հիմք է այդ ձևակերպումը, որպեսզի կատարվեն ձերբակալություններ։ Պատգամավորը ուշադիր ուսումնասիրել է հիմնադիր խորհրդարանի հնչեցրած բոլոր հայտարարությունները, դրանց մեջ վտանգ եւ օրենքի խախտմամբ իշխանափոխություն իրականացնելու տարեր Ռուբեն Հակոբյանը չի տեսել։ Միևնույն ժամանակ նշում է. Ինձ համար մինչև հիմա անհասկանալի մնաց, թե ինչու հիմնադիր խորհրդարանը համառորեն փորձում էր ապրիլի 24-ի սկսել ինչ-որ գործողություններ։ Շատ հասկանալի է, որ բացարձակ խորհրդանիշ այդ օրվա առավել ևս 100-ամյակի հետ կապված ցեղասպանության հարցներ։ Եթե իսկապես հիմնադիր խորհրդարանը ունի համակիրներ, հետևորդներ, ինքը կարող էր այդ նույն խնդիրը իսկապես Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը իրականացնել, ասենք մայիսի 1-ին, 2-ին, 10-ին, 20-ին, չգիտեմ երբ։ Նախորդ քառօրյայի ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած շարժման մասին չէր բացառել, որ իշխանությունները կարող են կանխարգելել Ժիրայր Սեֆիլյանի մտադրությունը։ Ասել էր, մեջբերում եմ, քրեական օրենսգիրքը ասում է ավելի մեծ վտանգից խուսափելու համար կատարվում են քայլեր, որոնք ծայրահեղ անհրաժեշտությունից բխած են։ Այսօր Արտեն Ռուստամյանը պարզաբանում է իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Բայց սա փոխանակ զգուշացում լիներ հենց նույն Սեֆիլյանին եւ նրա ընկերներին, նրա փոխարեն ինչ-որ վայրահաճություններ, անկապ արձագանքներ լսեցի, որ շատ ակնհայտ էր, որ սա կարող է բերել այդպիսի հետևանքների, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ժիրայրը եւ նրա ընկերները ոնց որ թե իրենք էլ ուզում էին ձերբակալվեին։ Շատ պարզ էր, որ այս ամեն ինչը բերելու է դրան։ Պարզ էր, որ ամսի 24-ի հետ այս կամ այն կերպ կապել այդպիսի գործողություններ կարող էր, այո, բերել համապատասխան վերաբերմունքի համապատասխան մարմինների կողմից եւ վերահսկվեր դա։ Ես չեմ էլ բացառում, որ 24-ից հետո այդ այսպես կոչված հիմքերը, որոնք ծառայել են ապացույց այս ձերբակալությունները կատարելու վերանան եւ 24-ից հետո ազատ արձակվեն։ Այն, որ ձերբակալության հիմքերը կարող են վերանալ, չի խոսում այն մասին, որ սա հակասահմանադրական քայլ է, հարցին Ռուստամյանը պատասխանում է։ Եվ ես կարծում եմ, որ 24-ին այդ վտանգը գնահատվել է, որ կա, բայց 24-ից հետո դժվար է լինելու նույն իրավապահ մարմիններին բացատրել, թե
էլ ինչի է այդ վտանգը պահպանվում։ ՀԱԿ խմբակցության համար ամեն ինչ ավելի հստակ է։ Լևոն Զուրաբյանն այդ ձերբակալությունը դիտարկում է ընդդիմադիրների դեմ ուժային հաշվեհարդար տեսնելու ռեժիմի նախորդ տարվա վերջում կայացրած որոշման շղթայում։ Հարձակումներ ազատամարտիկների ու պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, Բերձորի դեպքեր, դանակահարություն Գյումրիում։ Ուստի Սեֆիլյանին ու ընկերներին այլ անուն, քան քաղբանտարկյալ Զուրաբյանը տալ չի կարող։ Հիմա հասավ ապոֆեոզին, այսինքն երբ որ արդեն այդ խմբի ղեկավարությանը ձերբակալել են։ Միանշանակ քաղաքական է այս ամենը եւ ուղղված է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը։ Միանշանակ դա արված է Սերժ Սարգսյանի հրահանգով, այլ բան հնարավոր չէ կարծել։ ԲՀԿ-ին չի բավարարում ազգային անվտանգության ծառայության եւ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություն հիմնավորումը, սակայն քաղբանտարկյալ անվանել եւ տեղի ունեցածը դատապարտել չեն շտապում։ Մենք իրավապահ համակարգից սպասում ենք շատ ավելի հանգամանալից պարզաբանման, ինչով էին եւ ինչ կերպ էին իրենք պատրաստում զանգվածային այդ անկարգությունները։ ՀԿ խմբակցության ղեկավար Վարան Բաղդասարյանը ձերբակալությունները համարում է կանխարգելիչ գործողություններ, որը իրավապահների իր բնորոշմամբ սուրբ պարտականությունն է։ Պնդում է, թե Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման հրահանգը Սերժ Սարգսյանը չի տվել։ Ես զարմացա, որ այսօր նախագահի անունը չտվեցիք, սպասում էի, որ պետք է տաք, որովհետև այս երկրի որանկյունում ինչ կատարվում է, ասում են Սերժ Սարգսյանի հրահանգն է։ Սերժ Սարգսյանը նման հրահանգներ չի արձակում։ Մեղադրանք է առաջադրվել նաև հիմնադիր խորհրդարանի Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին։ Քննչական կոմիտեի մամլոյցարայությունից գալային փոխանցեցին, որ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով։ Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Պատժվում է կալանքով առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ոստիկանները, Արամ Հակոբյանի տան կտուրին պայթուցիկ սարք էին գտել, որի մասին սակայն ոչ Արամ Հակոբյանը, ոչ էլ նրա ընտանիքի անդամները չեն իմացել։ Ավելի ուշ նրա հարազատներն ու հիմնադիր խորհրդարանի համակիրները հայտարարեցին, որ սարքը հայտնաբերվել է ոչ թե Արամ Հակոբյանի, այլ հարևանի տան կտուրին։ Սակայն սա ամենևին էլ չխանգարեց, որ Արամ Հակոբյանին մեղադրանք առաջադրեն։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուքազյանը, Գևորգ Սաֆարյանը եւ Պավլիկ Մանուկյանը վերցվել են երկամսյա կալանքի տակ։ Պաշտպանական կողմը թեև միջնորդություն ներկայացրել է, որ եթե ամեն դեպքում որպես խափանման միջոց դատարանը փորձի կիրառել կալանքը, փոխարինվի դա գրավով ազատ արձակելու տարբերակով, որը թույլ է տալիս մեր օրենսդրությունը։ Սակայն պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են հիմնադիր խորհրդարանի 5 ներկայացուցիչների նկատմամբ էլ։ Գալայի հետ զրույցում փաստաբան Գևորգ Դավթյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը ըստ պաշտպանական կողմի հիմնականում ընդհանրական բնույթ ունի, որից կարելի է եզրակացնել, որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդումներ։ Ընդհանուր նախապատրաստող հանցագործության մասին է խոսքը, որ ամսի 24-ին ենթադրենք նրանք կարող են նախապատրաստվել անկարգություններ կատարելուն կամ հրահրելուն։ Հիմնականում դրա մասին է խոսքը, որի հետ կապված իրավապահ մարմինները իբր կանխել են այդ հանգամանքը։ Քննչական կոմիտեն 3 հրապարակեց տեսանյութ եւ տեղեկություններ, թե կատարված խուզարկությամբ ինչ է հայտնաբերվել հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների բնակարաններից եւ գրասենյակներից։ Նշվում էր, որ հայտնաբերել են նռնակ, ինքնաշեն եղանակով հարմարեցված մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, դանակներ եւ այլն։ Գևորգ Դավթյանը խոսելով այս մասին նշեց. Որևէ մեկը չի ընդունում, որ դա հենց իր մոտից է հայտնաբերվել, կարող են իմ բնակարանում լինել ինչ-որ մահակ, բայց դա չի նշանակում, որ դա մեր կամ դա օրենքով արգելված է։ Փաստաբանը փոխանցեց, որ հիմնադիր խորհրդարանի կալանավորված ներկայացուցիչներն իրենց լավ են զգում, հուսահատված չեն։ Գևորգ Դավթյանի կարծիքով նրանք պատրաստ են եղել, կանխատեսել են, որ իշխանությունները կգնան այդ քայլին։
Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայությունից տեղեկացնում են, որ պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող 1996 թվականին ծնված Արթուր Անդրանիկի Արաքելյանը։ Իսկ քննչական կոմիտեի մամլո-հաղորդագրության համաձայն շարքային Արթուր Արաքելյանը զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ապրիլի 5-ին բաց գանգուղեղային վնասվածքով։ Քննչականից փոխանցում են նաև, որ զինծառայողը վնասվածքը ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու եւ դարպասը գլխին ընկնելու հետևանքով։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է որոշում, որով կարևորվում է Թուրքիայի եւ Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը։ Համոզմունք հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի հասնելու համար։ Հույս է հայտնվում առ այն, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում եւ այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրաված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը։ Որոշումն ընդունվել է ձայների 127 կողմ եւ 13 դեմ համամասնությամբ։ Վլադիմիր Պուտինի իշխանության 15-ամյակին նվիրված միջոցառումը համեստ է նշվել առանց նվագախմբերի որոտի։ Միջոցառումը վարելու պատիվը վերապահված էր Կրեմլի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովին։ Նա ինչպես միշտ հաստատուն կերպով պահել է գիծը՝ կա միայն մեկ շեֆ, միայն Պուտինը։ Ռուսաստանյան քաղաքական հորիզոնում միայն մեկ անց կա, գրում է Le Monde հանդեսը։ 2000 թվականի մայիսից, երբ նախկին ՊԱԿ-ի աշխատակիցը, ով դարձավ Ելցինի խորհրդական պաշտոնապես իշխանության եկավ, Ռուսաստանում Պուտինի մի ողջ սերունդ մեծացավ, հայտնել է Պեսկովը։ Ռուսաստանում իշխանության ուղղահայացը հիմնված է հասարակական կարծիքի հարցումների արդյունքների վրա, որոնք ինչպես հայտնում են Կրեմլից, վկայում են բնակչության անվերապահ աջակցության մասին։ Սակայն ինչպես համարձակվել էր նշել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, եթե այդ վարկանիշը չի օգտագործվելու բարեփոխումների համար, ապա այդ վարկանիշը միայն վարկանիշի համար է։ Չկա Պուտինը, չկա Ռուսաստանը։ Այս բանաձևը 2014 թվականին արտասանել է նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, եւ ամեն օր ամեն ինչ արվում է երկրում այդ գաղափարի ամրապնդման համար։ Քննադատել ռեժիմը նշանակում է հակառուսաստանյան տրամադրություններ արտահայտել։ Անկախ հասարակական կազմակերպություններն ընկալվում են որպես օտարերկրյա գործակալներ։ Ընդդիմությունը կոչվում է 5-րդ ճարասյուն։ Վոլոդինն իսկապես ճիշտ է, նշել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Առանց Պուտինի վայրի դաշտում պատերազմ կլինի։ Նախագահը ինքն է իրեն հիմնական մեխանիզմի դերը շնորհել, որի վրա հիմնված է ռուսաստանյան էտատիզմի շինությունը, բայց այս դեպքում արդեն չի կարելի խոսել պետության մասին։ Մնում է միայն առաջնորդին ենթակա տարածքը, ասել է Օրեշկինը։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը վերսկսել է սպանության փորձ կատարելու քրեական գործի հետաքննությունը, որի մեջ կասկածվում է Դնեպրոպետրովսկի նախկին նահանգապետ միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին։ Երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հույս է հայտնել, որ Կոլոմոյսկին անձամբ կներկայանա դատախազություն եւ ցուցմունք կտա։ Պատասխանելով հարցին, թե Կոլոմոյսկիի նկատմամբ կան արդյոք գույքային պահանջներ, Շոկինը նշել է. հաճախ մեկը մյուսի հետ սերտ կապված են, այնտեղ որտեղ կա փող, կա նաեւ արյուն։ Գործը հարուցվել է 2005 թվականին, ըստ հետաքննության փաստաբան Սերգեյ Կարպենկոյի վրա հարձակումը կարող էր կազմակերպել Կոլոմոյսկին։ Հարձակման հետևանքով փաստաբանը ստացել էր տանակի 3 հարված, սակայն նրա կյանքը հաջողվել է փրկել։ Քննիչները ենթադրում են, որ Կոլոմոյսկին է հանցագործության կազմակերպիչը, քանի որ նրանց միջև վիճաբանություն է եղել Դնեպրոսպետստալ գործարանի շուրջ։ Մարտի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բավարարել է Կոլոմոյսկիի հրաժարականի դիմումը այն բանից հետո, երբ վերջինս վիրավորել էր լրագրողին եւ նկատողություն ստացել։ Ամերիկյան Իլինոյս նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել։ Տարերային աղետը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Ֆեյրդեյլ փոքր քաղաքում։ Վնասվել է շուրջ 50 շինություն։ Այս պահին աղետի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել։